Տիկին Գալստյան, եկեք մի հատ փորձենք հասկանալ ինչպես են գնալու գալիք ընտրություններին այսօրվա հասարակության դեպրեսիայի, այսօրվա բարեհոգեբանական մթնոլորտի պայմաններում։ Իրականում մենք արդեն մի քանի տարի է խոսում ենք այդ մասին, որ մեր հասարակությունը այս իշխանությունների թեթև ձեռքով բաժանվել է բարիկադների, մարդիկ բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել եւ այս ատելության մթնոլորտում ինչպես են գնալու ընտրություններին։ Ամենածանր եւ ամենատարողունակ հարցը, որը բազմաթիվ երեսներ ունի, ես եւի շարունակեմ Արտակի կարևոր մի նախադասությամբ կամ գնահատմամբ կորուստ բառն էր այդտեղ բանալի բառը, եւ մենք շարունակում ենք գնալ կորուստների ճանապարհով եւ այդ կորուստները բազմերանգ են։ Եվ այն ինչ կատարվում է Հայաստանում հայոց պետականության կազմաքանդում իր բոլոր հենարաններով։ Եվ երբ որ մենք սկսեցինք մեր զրույցը այն մասին, որ հասարակությունը պիտի հարց տա, ինչ երկիր է ուզում, ինչ Հայաստան է պատկերացնում, եւ արդյոք իր պատկերացրածը այն Հայաստանն է, որը կորուստների, մղձավանջի, աղետի եւ ցեղասպանությունից հետո պետականության պայմաններում երկրորդ ցեղասպանության մասին է Արցախի կորուստը, հայրենազրկումը եւ այն բարեհոգեբանական ծանրագույն ճգնաժամը, ինչի մեջ ապրում է Հայաստանը։ Եվ երբ որ ես խոսում եմ պետության կազմաքանդման մասին, այդտեղ մի կարևորագույն բաղադրիչը մեր արժեքային դեգրադացիան է։ Արժեքային դեգրադացիան, որի ամենացայտուն դրսևորումներից մեկը այսօր այն ասպատակությունն է, որը իրականացվում է գործող քաղաքական խմբակի կողմից հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց նրանք ճանապարհ են անցել։ Եվ ըստ էության ես ասում եմ կազմաքանդում եւ թիրախում մեր ինքնությունն է, բարոյական ամբողջ արժեհամակարգը, հայ մշակույթը, կրթական չափորոշիչներից այդ ամենը սկսվեց, հետո պատմության դասագրքերը այսպես վերաձևեցին եւ խմբագրվեցին։ Մենք այսօր Հայաստանը չգիտեմ, թերևս 37 թվի հետ համատեմ եկեղեցու դրվագով, երբ որ մենք ունեցել ենք այդ ասպատակությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կամ մենք ունեցել ենք ներազգային պառակտումի մի միջավար, եւ երբ որ վիճակագրությունը մեզ ասում է, որ այդ 30-ականների ստալինիզմի ծանր տարիներին խորհրդային հանրապետություններից ամենաշատ այս բառը ասեմ մատնագիր գնացել է Հայաստանի Հանրապետությունից։ Եվ այսօր ես երբեմն ապրում եմ մի միջավայրում, երբ որ իմ հարևանին, իմ համադասարանցուն, այս միջավայրը դժվարանում եմ եւ վիրավորվում եմ նաեւ ընկալել, որովհետեւ մենք շարունակում ենք արձանագրել մեր ամոթի պատմությունը եւ այդտեղ նոր էջեր ավելացնել։ Եւ երբ որ դու տեսնում ես, որ հատված են բոլոր կարմիր գծերը, մեր ինքնությունը ամենակարևորը, ինքնությանը ահռելի վնաս է հասցված եւ նաեւ երկփեղկումը Հայաստան սփյուռք, նաեւ այսօր աներևակայելի թիրախի մեջ է եւ թիրախի տակ է Հայաստանի եւ սփյուռքի միջև հարաբերությունները, ի վերջո ցեղասպանությունը հարցականի տակ դնելը, սրանք բոլորը մեր արժեհամակարգի ոտնատակ տալու քաոսացման եւ մեր կոդերի քաոսացման միջավայրում ենք ապրում։ Եվ նորից անդրադառնամ այն կարևոր հարցին, որ Վահե Հովհաննիսյանն ասաց, եւ նաեւ հետո Արտակը շարունակեց խոսքը նաեւ հանրային ընկալումներում հասկանալն է, գիտակցելը, թե մենք ուզում ենք այսպես ապրել, իսկ այսպեսի շարունակությունը Հայաստանի չգոյությունն է։ Միգուցե որպես անհատներ ապրենք, բան չունեմ ասելու, բայց արդյոք մենք պատրաստ ենք ապրել մի տարածքում արդեն, որը պետականություն չի ունենա, ազգային պետություն չի ունենա, ընդհանրական արժեհամակարգ չի ունենա եւ ամենակարևորը զուրկ կլինի ինքնութենական այդ մեզ միացնող ուրեմն արժեքներից։ Եվ ես այլ բան չեմ տեսնում, քան նախ եւ առաջ այդ մեր զանգը, տագնապի զանգը, հանրության բոլոր շերտերում արթնացնել, որ այսօր քո լռությունը քո վաղվա օրվա աղետի մասինն է, այսօր քո հաշտվելը, հանդուրժելը, լռությունը, ինչ ասեմ, աչք փակելը, չխառնվելը, քաղաքացու կեցվածք չդրսևորելը, քո ինքնությունից է գնում եւ քո գոյությունից որպես ազգային պետականության բաղադրիչների։
Ես ցավոք սրտի երբ որ տեսնում եմ եւ նաեւ շատ նաեւ բողոքներ եմ ստանում, օրինակ, որ շուտով ամսի կարծեմ թե շուտով պիտի հանդիպի ուսուցիչների հետ, վարչական ռեսուրսների օգտագործում են գնում խայտարակ ծավալներ են դրանք ընդունում։ Ես կարծում եմ նախ եւ առաջ մեր հասարակությունը պիտի փորձի նաեւ ոչ միայն ներքին ընդվզումի մակարդակում ուղղակի ոչ ասել այս ամբարո ընթացքին, այլև գիտակցել, որ սրա վաղը, այսինքն ընտրությունը հայ մնալու եւ չմնալու, ազգային պետություն ունենալու եւ պետություն չունենալու, ինքնություն ունենալու եւ չունենալու միջև է, որովհետեւ եթե ես մեծագույն այսպես մտավախությամբ եմ ասում, եւ եթե այս ընթացքով գնա, մենք վաղը լուրջ հարցականի տակ ենք դնում Հայաստանի պետականության գոյությունը եւ պատահական ընտրված չեն այդ հոգեվոր մեր կարևոր հոգեվոր առանցքները, որովհետեւ թիրախավորելով եկեղեցուն, թիրախավորելով մտավորականությանը, հայ մշակույթին, ինքը կերտում է 4-րդ հանրապետություն, իր նաեւ այն ողբերգական կամ ինչ ասեմ զառանցանքով, որի անունը 4-րդ հանրապետության գեղագիտություն, եթե ծանոթ եք այդ փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանի պարտությունների, նրա վախերի, նրա սնանկ արժեհամակարգի պրոյեկցիան է։ Մենք պիտի ասենք ոչ, բայց շատ կարևոր խնդիր է ընդհանրական դաշտեր ձևավորել մեր ինքնության համար պայքարի այս բանաձևերի շուրջ։ Եվ այստեղ շատ կարևորում եմ, ինչը նշեցին նախորդ բանախոսները, ընդհանուր ազգային օրակարգերի, գաղափարների, լինելույթյան բանաձևերի շուրջ հանրային համախոհությունը։ Շնորհակալություն Տիկին Գալստյան։ Մի այսպիսի կարճ հարց հետո անցնենք այլի մեր կարճաժամկետ, երկարաժամկետ հետևանքներին։ Մենք բոլորս արձանագրում ենք, որ իսկապես մեր հանրությունը այսօր գտնվում է բավականին լուրջ բարոյահոգեբանական վիճակում եւ մենք նաեւ տեսնում ենք, թե որտեղից են գալիս այդ ազդակները։ Ոնց եք պատկերացնում, կլինի արդյոք որևէ ժամանակ կամ որևէ հնարավորություն այն փոխելու այդ մթնոլորտը, ինչ պետք է արվի դրա համար, որտեղ մենք անընդհատ խոսում ենք, որ ատելության մթնոլորտը եւ դա բնականաբար բացասական հետևանքներն են լինում, որովհետեւ հասարակությունը ճիշտը սխալից եւ թացը չորից չի կարողանում տարբերել, այդ ինչ պետք է արվի, որ ի վերջո հասարակությունը ընկալի արկա մարտահրավերները, արկա խնդիրները ու նաեւ դրանով գնա ընտրության, որովհետեւ արժևում ըստ էության մենք ինչ որ խոսում ենք, արժևում ընտրություններն են։ Ձեր դիտարկումը ճիշտ է եւ այսօր իշխանությունը շահեկանն է պարտության հասարակությանը սնել անելանելիությամբ, ուրիշ տարբերակ չկա, բայց ինքը սնում է պարտության հուսահատված անարժանապատիվ հասարակություն եւ այնուամենայնիվ մենք քաղաքական գործիչներս հասկանում ենք, որ մեր հիմնական գործիքը այնուամենայնիվ համախմբվելն է, ազգային օրակարգերի կենսունակ Հայաստան ունենալու օրակարգի շուրջ համախմբում գոյացնելն է։ Ես միամտությամբ չեմ տարապում, որ պատկերացնեմ, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը պիտի կարողանա այսպես միապսեմ տեղավորվել, բայց մենք ունենք ամենաբարձր մակարդակում ընդհանրական արժեքներ, որի շուրջը հնարավոր է եւ պարտադիր է հանրային համախմբում գոյացնելը եւ այդ ընդհանրականի անունն է Հայաստանի ազգային պետականության պահպանությունն ու պաշտպանությունը, որովհետեւ չեմ ուզում շատ վատատես երևալ, բայց այս ընթացքով մենք կորցնում ենք հայոց պետականությունը։ Մենք կորցնում ենք հայոց պետականությունը եւ եթե վարչական ռեսուրսը այն մոլորվածների, կեղծ ֆեյք պատարակների, գնացողների բան այդ խավար մի զանգվածի հանենք, փորձենք նրանց հետ աշխատել առանց մերժելու։ Ես կարծում եմ, որ մենք ունենք ռեսուրս, նկատի ունեմ թե քաղաքական դաշտը ընդհանրապես մեզ հասարակության մեջ այնուամենայնիվ կան ռեսուրսներ, որոնց ազգային պետական օրակարգերի շուրջ մոբիլիզացնելու պարագայում հնարավոր է բեկել այս իրականությունը եւ վատատեսական սցենարները ցավոք սրտի վատատեսական սցենարները էլի պետք է գան սնեն այս իշխանությանը անկարելիության եւ պատերազմի վախերով անընդհատ սնել ժողովրդին։
պատերազմ բերած քաղաքական ուժը չի կարող խաղաղություն բերել, միանշանակ է։ Մեր հոգևոր արժեքների ասպատակող քաղաքական ուժը չի կարող ազգային համախմբում գոյացնել, միանշանակ է։ Ցեղասպանությունը մերժող քաղաքական ուժը, մեր արժանապատվությունը ոտնատականող քաղաքական ուժը չի կարող արժանապատիվ պետություն կամ բանակցող լինել։ Միանշանակ ինչ որ նախորդ բանախոսներն ասացին, Հայաստանը դադարել է սուբյեկտ լինելուց։ Մենք կարող ենք, վստահաբար մենք ունենք այդ ներուժը, Հայաստան ես Սփյուռքը նկատի ունեմ, նաև ներազգային համախմբման ճանապարհով ազգային օրակարգերի շուրջ ստեղծել կամ վերաստեղծել կենսունակ Հայաստանը։ Այդ օրակարգի շուրջ պիտի կարողանանք եւ կարծում եմ այս մեր հանդիպումն է ուղղված այդ նպատակին, ես հավատում եմ եւ հնարավոր է։